Եվ այսպես Թուրքիա միջև վերջ։ Հարգելի հեռուստադիտողներ, նախորդին մենք տեղեկացանք Նիկոլ Փաշինյանը մեծ ուրախությամբ տեղեկացրեց իր սոցիալական ցանցերում, որ թուրք լրագրողները այցելել են Հայաստանի Հանրապետություն։ Այսօր առավոտյան արդեն մամուլում եղան հրապարակումներ այն մասին, թե ինչ կարող էին քննարկել թուրք լրագրողները Նիկոլ Փաշինյանի հետ, նշվում էր հետևյալը, որ իհարկե անդրադարձ կար այսպես կոչված խաղաղության խաչմերուկ նախագծին, կար անդրադարձ Մեղրիով կոմունիկացիաների կիրառմանը, անդրադարձ կար ցեղասպանության հարցին եւ մի շարք այլ հարցերի եւ ինչպես Անին արդեն նշեց, ամենայն հավանականությամբ ուրբաթ օր այդ հարցազրույցը կհրապարակվի։ Արձանագրենք նաև հետևյալը, բավականին հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան այս ամեն ինչից հետո, ներողություն հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ եթերը Աֆրիկայում էլ է ուղիղ եթեր, մոռացել էի հեռախոսի ձայնը անջատել։ Հարգելի հեռուստադիտողներ, ուրեմն ինչ տեղեկություններ սկսեցին տարածել մեր հարգարժան փորձագիտական շրջանակների իշխանությունների հետ կապված։ Իրենք մոտավորապես հետևյալ թեզն էին առաջ տանում, որ սա հիանալի հիասքանչ գաղափար էր Նիկոլ Փաշինյանի կողմից թուրքերին հրավիրել Երևան, որպեսզի դրանով իսկ մենք հնարավորություն կունենանք հասնել մի իրավիճակի, երբ որ Ադրբեջանի տեղեկատվական մոնոպոլիան Թուրքիայում կոչնչացվի։ Այսինքն հարգելի հեռուստադիտողներ, ողջ տրամաբանությունը իշխանությունների գործողությունների փաստորեն հենց սրա շրջանակներում է տեղի ունեցել։ Իրենց գործողությունների տրամաբանությունը սա է եղել անել ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի համար փոխարինի Ադրբեջանին։ Մենք սա հստակ պետք է արձանագրենք, որովհետև տեսեք, երբ որ մենք նաև մեր տաղավարում քննարկումներ ենք իրականացնում եւ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նպատակ չունեն եվրոինտեգրման գործընթացը միջև վերջ հասցնել, որովհետև իրենց հիմնական նպատակն է ինտեգրվել Թուրքիային, մի բանը երբ որ դա ասում են քաղաքագետները, վերլուծաբանները, լրատվամիջոցները, մեկ այլ բան է, երբ որ այս ամեն ինչի մասին խոսում է իշխանական քարոզչության մեքենան։ Իսկ քարոզչության մեքենան ինչի համար է անհրաժեշտ, որ այն թեզերը, որոնք իշխանությունները ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ինչ որ պահի պատրաստ չեն, ինչ որ պատմական պահի պատրաստ չեն ասել, քարոզչությունը այդ ամեն ինչը հրամցնի։ Հետևաբար մենք հասկանում ենք հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակն է ինտեգրել Հայաստանի Հանրապետությունը թուրքական աշխարհին։ Հարգելի հեռուստադիտողներ, շատ դեպքերում մենք պետք է հասկանանք մի բան, որ մարդու քաղաքական մոտեցումները դա ծնունդն է այն միջավայրի, թե որտեղից է նա եկել։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կարևորագույն ներկայացուցիչներից մեկն է։ Միասին իրենք ունեն անցած քաղաքական ճանապարհ։ Այդ քաղաքական ճանապարհի շրջանակներում, ինչպես արդեն ասացի, կար մի այսպիսի կարգախոս պայքար միջև վերջ եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին DJ-ություն էր անում Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգների ժամանակ, բարբերաբար ինքը այդ թեզը օգտագործում էր, ինքը այդ կարգախոսը օգտագործում են, հիմա իրողությունները խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը հետեւյալն է՝ Թուրքիա միջև վերջ, բայց արձանագրենք նաեւ հետեւյալը, որ սա էմոցիոնալ մոտեցում չէ, սա իրականում շատ սառը կշռադատված մոտեցում է Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև նա շատ լավ գիտի, որ Թուրքիայից բացի այլ կենտրոնները իրեն նույնիսկ հնարավորություն չեն տա քննարկելու անվտանգային երաշխիքներ, եւ եթե այդ անվտանգային երաշխիքները, անձնական անվտանգային երաշխիքները ստանալու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինել, օրինակ վերանայել վերաբերմունքը ցեղասպանության հարցին, այլ կերպ ասած ուրանալ ցեղասպանությունը, նա պատրաստ է գնալ այդ զիջումներին։ Բայց արձանագրենք հետևյալը։ Տեսեք, ենթադրենք իսկապես, ինչի մասին նաև Alpha News-ի տաղավարում քանիցս խոսել ենք, Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն որոշակի խնդիրներ միմյանց հետ հարաբերություններում, եւ դու իհարկե պետք է փորձես օգտվես այդ խնդիրներից, բայց դու գոնե այնքան խելք պետք է ունենաս, որ դրա մասին չասես, որովհետև երբ որ դու բացահայտ կերպով հո քարոզչական գործիքների շնորհիվ ասում ես, որ մենք փաստորեն փորձում ենք Թուրքիայի համար զբաղեցնել այն դերը, որը երկար տարիներ զբաղեցնում էր Ադրբեջանը, դու անում ես ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը կանխի քո հետագա ցանկացած գործողություն, որովհետև այստեղ արդեն Ադրբեջանի համար շատ այլ խնդիրներ կարող են ի հայտ գալ, եթե դու կարողանաս ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ինչ որ հաջողություններ գրանցես այս ճանապարհին, մտածեք այդ մասին։